ուրեմն հարգելի ուսանողներ, ինչպես դուք տեսաք, մատրիցների կիրառումը զգալի օգնեց մեզ անցած գլխում գծային հավասարումների համակարգ լուծելու process-ում։ Մատրիցները շատ կարևոր են, բայց իրականում մենք մատրիցների կիրառման մի չնչին մասին ենք միայն առնչվել։ Հիմա եկեք մի քիչ ավելի խորանանք այս բուն մատրիցներին մեջ, մենք անցնում ենք հաջորդ գլխին մատրիցային հաշիվ։ Ուրեմն տեսեք, նախ մատրիցային հաշիվ կամ մատրիցային հանրահաշիվ ինչ է նշանակում, որտեղ որ հանրահաշիվ բառը կա, այդտեղ նշանակում է ինչ որ բան սկսում է այսպես բազմություն պիտի տված լինի, դրա վրա գործողություններ, գումարում, գուցե բազմապատկում եւ ինչ որ աքսիոմներ, չէ՞, սա հանրահաշվի ստանդարտ մոդելը, որը որ մենք անցած սեմեստրել խմբերի ժողովների համար անցանք։ Ուրեմն հիմա եկեք գործողությունները նայենք։ Ընդ որում այս մասի վրա շատ արագ ենք գնալու, քանի որ սա առաջի կուրսից եւ երկրորդ կուրսի առաջի սեմեստրից ծանոթ նյութեր են մեծ մասամբ։ Եթե երկու հատ մատրիցներ են տված, այ սենց է գրած A, B պատկանած M, MN, F, որտեղ F-ն էլ դաշտ է։ Սա ինչ է նշանակում, երկուսն էլ M-ը N-ի վրա մատրից են, A-ն B-ն։ Նրանց գումարը սահմանվում է այսպես, կոորդինատ առ գործակից առ գործակից։ Եվ մատրիցը C-ով բազմապատկել, այսինքն սկալյար ինչ-որ C-ով բազմապատկել, սահմանվում է այսպես, վերցնում ենք իր բոլոր գործակիցները, հերթով բազմապատկում ենք C-ով։ Մասնավորապես, եթե մեր մատրիցը այսպես տեսքով գրած լիներ, AIJ, այսա ինչ է նշանակում, AIJ, ասենք փոքրիկ փակագիր, ինդեքսում MN։ Սա նշանակում է M անգամ N մատրիցն է, որի ընթացիկ տարրը AIJ-ն է։ Գումարը այսպես է սահմանվում, բազմապատկումը այսպես։ Օրինակ, հետևյալ երկու իրական մատրիցների գումարը սա է, իսկ այս կոմպլեքս մատրիցը եթե 3i սկալյարով բազմապատկենք, սա կստանանք, նմանապես ինչ-որ գործողություններ մոդուլյար դաշտերի վրա տեսնում եք, Z3-ի վրա, եթե այս մատրիցին գումարենք այս մատրից, կստացվի սա, ով ուզում բացատրել, ինչի՞ց տեղ այս 1-ն է գրած, չէ՞ որ 2 + 2 կարծես թե 4 լիներ։ Ըստ մոդուլ 3-ի 1։ Նմանապես այս մատրիցը 2-ով բազմապատկվում է այսպես։ Այս պրիմիտիվագույն գործողություններ էին, ձեզ ծանոթ, բայց եթե հարցեր կան, խնդրում եմ այս պահին տվեք։ Նմանապես ցանկացած մատրիցի համար ես կարող եմ -i-ով նշանակել ինչը -1 անգամ an։ Իրոք։ Քանի որ դաշտի վրա է, նրա մեջ անպայման 1 տաժ գոյություն ունի, ապա դաշտում յուրաքանչյուր տաժ ունի հակադիր, հետևաբար 1-ն էլ ունենա -1 հակադիր, հետևաբար ինչ դաշտ ուզում ալնի, -1 սկալյարը նրանում կա, դեռ -1 անել կա, որը նշանակում է պարզապես ինչ ենք արել, բոլոր տարրերի դիմացները մի հատ մինուս ենք դրել, քանի որ դաշտ է, մենք միշտ այդ մինուսները դնելու իրավունք ունենք։ Եվ այսպիսի կարճ նշանակում նաև դրա հետ կապված կարելի է մտցնել, A-B մատրիցը դա ով է, A+, այդ -B-ն, որ նոր սահմանվեց։ Օրինակ, սրանից հանած սա հավասար է սա։ Սա ուզում եմ շեշտեմ, որ այս ինչ որ մեկ նոր սահմանեցինք, սա ինչ որ նոր երրորդ գործողություն չի։ Հələ որ միայն երկու գործողություն ենք անցել, գումարում, բազմապատկում։ Այս հանումը ոչ թե նոր անկախ սահմանված գործողություն է, այլ պարզապես համառոտագրություն է այս խոսակցությունը կարճ գրելու։ Հիմա նայենք։ Առաջադրություն։ Ընդհանրենք ABC-ն կամայական էլեմենտները մատրիցներ են, տված F դաշտի վրա եւ CD-ն էլ կամայական սկալյարներ են։ Այդ դեպքում տեղի ունեն հետևյալ 8 պայմանները։ A + B-ն հավասար է B + A, A + B + C-ն հավասար է A + B + C, այ հələ մինչև առաջ գնալը A + B-ն հավասար է B + A։ Սա ով ուզում ասել ինչու է դա այդպես,
եթե i-ի an այստեղ հələ փոքրիկ էսպես գրենք, ասենք i-ի այստեղ առաջի տարրը սենց է a1 եւ այլ սենց գնում է, այստեղ էլ գալիս է b1 Աշկի տարերը կոմիտատիվ են դրա համար։ Ապրեք, սրանց գումարը եթե վերցնենք, սա մեր a-ն է, էս էլ b-ն է, a պլյուս b-ի մեջ ամենաառաջի տարրը ինչ կլինի վերևում։ a1 պլյուս b1 Եվ այլ մնացած տարրերը չեմ գրում խնայողության համար տեղի։ Դե եթե b պլյուս a գրեի, պարզապես ինչ կլներ։ Այս երկու մատրիցները միմյանց հետ կդիրքափոխվեին։ Դա նշանակում է ստեղ էլ ինչը այս սրա մեջ էլ ինչը կդիրքափոխվեր։ a1 կլիներ։ Բայց հիմա դες սպասեք շփոթացնենք, բայց եթե չէ որ սրանք իրական թվեր չեն, բա որ հանգարց a1 պլյուս b1 չէ որ ինչը դա f դաշտում է։ Ինչ գիտենք որ նա b1 պլյուս a1-ին է հավասար։ Դաշտի կոմուտատիվ։ Դաշտի ինձ ամենաառաջի աքսիոմն է, չէ՞։ Դաշտի աքսիոմները խմբավորում ենք, այն առաջի 4 հատիկը ինձ միանգամից աբելյան խմբում։ Նույն կերպ ստացվում է s, երկրորդ աքսիոմը, երկրորդ պայմանը, հետո միշտ ինչ որ մի հատ o մատրից կա, որը կանվանենք 0-ական մատրից, այնպես որ ցանկացած մատրիցի նույն չափերի գումարած այդ o մատրիցը միշտ a-ն է։ Ինչ առաջարկություն անեք, որպես o որ մատրիցը վերցնենք։ 0, բոլորը 0։ Բոլորը 0-ական, բայց չէ որ մենք իրական թվերի մեջ գործ չունենք, մենք դաշտի վրա ենք վստահ ենք 0-ի գոյության մասին։ Այո։ Դաշտի աքսիոմների մեջ մտնում է դա այսպես։ Հետո յուրաքանչյուր a մատրիցի համար մի հատ մինուս a մատրից կա, այնպես որ a գումարած մինուսան հավասար է այդ 0 կամ o մատրիցը։ Էդ էլ վերցնենք ինչը, այ, այս մի քիչ առաջ հիշատակված հակադիր մատրիցը։ Այ լավ եք ասում, հակադիր եւ ոչ թե հակադաշտ, հակադաշտը հետո կանցնենք։ Հետո մյուս աքսիոմը c անգամ a պլյուս b-ն հավասար է c-ացb։ Երկու մատրից նախ իրար հետ գումարենք, հետո կողքից մի հատ c-ով բացպատկենք, այդ նույնն էր, որ յուրաքանչյուրը հատիկ բացպատկենք c-ով գումարենք իրար։ Մյուս բաշխականությունը c գումարած d-ն անգամ a հավասար է c-a գումարած d-a եւ վերջի երկուսը խոսում են սկալարով բացպատկման հատկությունների մասին c-d-ն a-ն հավասար է c-d-a եւ 1 a-ն հավասար է a։ Ուրեմն նկատենք հələ տեսեք, այս առաջի 4 հատը նկատում եք, որ աբելյան խմբի աքսիոմներն են, մեջտեղի երկուսը բաշխականություն է, այս մյուսն են բազմապատկման հետ կապված աքսիոմներ են։ Եղավ։ Նաև հիշում եք մի սենց մի բան, երբ որ մենք անդադ ասում էինք, երբ որ մենք անցանք rn-ը, հետո մենք անցանք qn-ը, հետո մենք անցանք ինչը cn-ը, հետո մենք անցանք zpn-ը, մենք այնտեղ ինչ որ անդադ միացած հատկությունների կոլեկցիա չէինք ասում էինք հիմնական հանրահաշվական հատկությունները այդ տարածությունների։ Հենց հələ սպասեք գնանք մի որևէ էջ, այնտեղ ցույց տամ ձեզ։ Օրինակ, ենթադրում ենք, որ R2-ից սկսեցինք, չէ՞ մենք այստեղ ուրը։ Նայեք, հեսա հիմնական հանրահաշվական հատկություններ։ Տեսեք, որն է։ Ստեղ էլ վեկտորներ են, ու գումարած v-ն հավասար է v գումարած ու հետո ասոցիատիվություն, 0-ական վեկտորի գոյություն, հակադիր վեկտորի գոյություն, այսքանով տվեց աբելյան խմբի աքսիոմները, հետո երկու հատ բաշխականություն, երկու հատ բազմապատկման հետ կապված։ Տեսնում եք, այս նույն հատկությունները գրեթե տառի ճշտությամբ, ըստ էության տառի ճշտությամբ մենակ թե ինչ փոփոխություն է u պլյուս v-ի փոխարեն ստեղ պիտի գրեի մատրիցներում
ագումարած B։ Իսկ այն նույն հատկությունները, որոնք որ տեղի ունեն վեկտորների համար, R2, Rn, C-ն, դրանք տեղի ունեն նաև մեր մատրիցների համար։ Իսկ մատրիցները զարմանալիորեն վեկտորներին նմանվող հատկություն ունեն, հեսա հիշեք, հետո մեզ պետք է գալի։ Այսքանից խնդրեմ ինչ հարցեր կան։ Մենք անցնենք հաջորդ գործողությանը, ուրեմն, որը էլի ձեզ ծանոթ առաջի կուրսից, ռոմանսկուց է նաև դպրոցից։ Տեսեք, վերցնենք A ու B մատրիցներ։ Ուրեմն, երբ որ մենք գումարումն էինք սահմանում, երկուսն էլ պետք է լինեն M-ը N-ի վրա նույն չափերի մատրիցներ։ Տեսեք, ստեղ ինչ հատկություն կա։ Առաջինը M անգամ N-ը, երկրորդը N անգամ կա, ստեղ էլ է N, ստեղ էլ է N։ Այս N-երը պի նույնը լինեն, որպեսզի մենք այս հաջորդ գործողությունը սահմանենք, իսկ M-ն ու K-ն ցանկացած բնական տիպ կարող են լինել։ Դա ինչ է նշանակում։ Առաջինի սյուների տիպը հավասար է երկրորդի տողերի տիպին։ Դա նշանակում է հետևյալը, եթե A-ում վերցնեմ մի հատ տող, B-ում վերցնեմ մի հատ սյուն, սրա եւ սրա մեջ նույն քանակությամբ տարրերն են գրած։ Եկեք այսպեսի գործողություն սահմանենք։ Այսպես ասած, որը ձեզ առաջի կուրսից էլ ըստ էության ծանոթ է, տող անգամ սյուն գործողությունը։ I երրորդ տողը բազմապատկում ենք J երրորդության հետ, այսինքն սրա այս առաջի տարրը բազմապատկում է սրա հետ, սրա երկրորդը սրա հետ, եւ այլ սրա վերջի տարրը, սրա վերջի տարի հետ, այդ ամբողջ խոսակցությունը գումարվում է իրար։ Ինչ որ ստացվում է, անունը դրվում է CIJ եւ գրվում է սրա CIJ տեղում։ Օրինակ, այս C1-1-ը դա ով կլինի։ Վերցնենք ստեղի առաջի տողը բացպատկենք սրա առաջիցյան հետ, իսկ այսքան անգամ, այսքան, պլյուս եւ այլ այսքան անգամ, այսքան գումարենք իրար, անուն դնենք C1-1։ Եվ այս CIJ տեսքի տարրերը լցնենք մի հատ մատրիցի մեջ, որը կոչենք դրանց արտադրյալ մատրից։ Ինքը կունենա քանի հատ տող, այ քանի հատ տող, որ այս մատրիցն է ունեցել, ինքը այդքան հատ էլ տող կունենա։ Եվ քանի հատ սյուն կունենա, քանի հատ սյուն, որ այս երկրորդ մատրիցն է ունեցել, այդքան հատ էլ ինքը սյուն կունենա։ Ես մի հարց տամ, էլի։ Այսինքն տեսեք, M անգամ N մատրից, անգամ N անգամ K մատրից, հավասար է M անգամ K մատրից։ Հարցեր։ Հա, մենք ինչու ենք հենց այս ձևով սահմանում արտադրյալը։ Ինչու հենց այս ձևով, էլի։ Սա իսկապես բնական հարց է, եւ սա մաթեմատիկական տարբեր օբյեկտների սահմանում գործողություններ, որ սահմանվում են, սա ամենաարտառոցներից եւ տարօրինակներից մեկն է։ Հասկանալի է եւ գրեթե ամեն տարի այս հարցը անպայման ուսանողները տալիս են։ Մի քիչ սպասեք, տեսնեք, որ դա տարբեր լավ գործողություններ մեկնաբանելուց շատ ու շատ օգտակար է ստացվում։ Եղավ, մի քիչ դա այդ բացատրությունը հետո կգա։ Առայժմ բնական է, որ այդ հարցը ձեր մոտ առաջացավ։ Մասնավորապես, տեսեք, եթե an քառակուսի մատրից լինի, այսինքն ինքը n անգամ n մատրիցը լինի։ Տեսեք, a անգամ an իրավունք ունեն բազմապատկելու։ Մեկ, ինչ կլինի։ An n անգամ n մատրիցա, այս մյուս an ինքն էլ է n անգամ n մատրից։ Սրանք քանի որ ստեղ SN-ն ու SN-ը նույնն են, այդ երկու հատ n-ը նույնն են, մենք իրավունք ունենք արտադրյալ սահմանել։ Ընդ որում արտադրյալը էլի կլինի n անգամ n։ Այսինքն քառակուսի մատրիցը կարելի է ասենք մեկ քառակուսի բարձրացնել։ Ոչ միայն քառակուսի բարձրացնել, այլև 3 աստիճան բարձրացնել, k աստիճան բարձրացնել։ Այսինքն ցանկացած բնական k-ի համար քառակուսի մատրիցը կարելի է ինչի հետ k անգամ բարձրացնել։ Օրինակներ։ Ահա։ Տող անգամ սյուն գրվեց այստեղ, տող անգամ սյուն գրվեց այստեղ, տող անգամ սյուն գրվեց այստեղ, առաջի տողը լրացավ։ Հիմա ինչ պետք է անեմ։ Երկրորդ տողից։ Երկրորդ տողը բացպատկեմ որ սյան հետ, որ գրեմ այստեղ։ Առաջ։ Առաջին, ահա։ Լրացվեց այս մատրիցը։
Մի քիչ ավելի էկզոտիկ օրինակներ կարող լինել։ Տեսեք, այս տող անգամ այս սյուն, տեսնենք, իրավունք ունեք սրանք նախ բազի պատկերին։ Սա 2 անգամ 5 մատրիցա, սա էլ 5 անգամ 3 մատրիցա։ Ուրեմն իրանց բազի պատկերը մենք իրավունք ունենք անելու եւ արդյունքը կլինի 2 անգամ 3 մատրիցա։ Մի քիչ ավելի գնալով ավելի տարօրինակ օրինակներ կարող են լինել։ Այս 2 մատրիցները իրավունք ունենք բազի պատկերին։ Այո։ Տող անգամ սյուն 0, տող անգամ սյուն 0, այստեղ սա 0 եղավ, տող անգամ սյուն 0, տող անգամ սյուն 1 անգամ -1, -1, այս -1-ը տեղից ծագեց, այսինքն սենց ման կարող է լինել, ինչ լավ օրինակներ կան, խնդրեմ այս օրինակները ինքնուրույն նայեք, օրինակ ստեղ նմուշ կարող ալնել, տեսեք, ինչի վրա, մոդուլյար դաշտերի վրա վերջավոր, տող անգամ սյուն, 1 անգամ 4 պլյուս 2 անգամ 1 իտար 6, բայց քանի որ դեպքերը տեղնում զետինգում չտվեց 6, այլ տվեց 1, հետո ստեղ վերևում կա օրինակ կոմպլեքս տվերի հետ, հաջորդ օրինակը, մենք սենց մի հատ մատրից ենք ներմուծում, որը կոչվում է միավոր մատրից, անցած սեմեստր շատ շփվել ենք սրա հետ, անկյունագծի վրա միայն մեկեր են կանգնած, մնացած մասերում 0։ Սա նշանակում է I կամ էլ կարող եք նշանակենք IN, եթե ուզում ենք շեշտենք իր քանիսի վրա մատրիցը։ Այս մատրիցը ինչ լավ հատկություն ունի, հենց տեսեք, պատահական մատրից բռնեմ բազի պատկերը հայ այս մատրիցով, ինչ պետք է ստացվի։ Նույն մատրից։ A մատրիցը ուզում է աչից, ուզում է ձախից մենք բազում պատկենք I-ով, ոչինչ չի փոխվում։ Անցած սեմեստր հիշելով GLN-ի մեջի միավոր տարրը, չէ՞։ Հիմա նայենք հետևյալ հատկություններին։ Այս գործողությունը, որ մենք նոր սահմանեցինք, ասոցիատիվ է, ABC մատրիցների համար, տված դաշտի համար, եթե նրանց չափերը այնպիսին են, որ գործողությունները իմաստալից են, կոռեկտ են, այս A-ն ասենք թե 3-ը 4-ի վրա է, B-ն 4-ը 7-ի վրա, C-ն 7-ը 2-ի վրա։ Այդ դեպքում այս բազմապատկումը ասոցիատիվ է։ Սա դուք առաջի կուրսում մի հատ անցել եք, մի հատ երկրորդ կուրսում եք, երկրորդ կուրսի սկզբում ենք հիշացրել, էլ չեմ ապացուցում։ Նմանապես երկու հատ բաշխականության կանոն։ Այստեղ ասոցիատիվություն, երկու հատ բաշխականության կանոն։ A անգամ B պլյուս C-ն հավասար է AB պլյուս AC եւ A պլյուս B անգամ C-ն հավասար է AC գումարած BC։ Եվ վերջապես մի հատ էլ միավոր մատրից գոյություն ունի, որը հենց է նոր վերևի ասածն է, այնպես որ ցանկացած մատրից աչից ձախից դրանով բազմապատկած ոչինչ չի փոխվում։ Հələ մի հատ գիտեք ինչ եկեք անենք։ Հələ այն հիմնական հատկություններին գնանք նորից, որ ասեցինք։ Այս առաջի 4 հատիկը, այս առաջի 4 հատիկը ուր էր։ Այս քանը Աբելյան խմբի աքսիոմներն են, չէ՞։ Հաջորդը բաշխականությունը չկա ստեղ։ Դրանից բացի նաև ասոցիատիվ եւ միավոր կա։ Հələ դուք հիշեք, նախորդ սեմեստրի տերմինոլոգիայով մենք օրինակ ցույց ենք տվել, որ ինչ քառակուսի մատրիցները ինչ են կազմում։ Խումբ չէին կազմում։ Բայց խմբի մեջ մենակ մի գործողություն է պետք։ Ստեղ տեսնում եք երկու գործողություն կա, մի հատ գումարում, մի հատ էլ բազմապատկում։ Եթե միայն աբելյան խումբ են կազմում գումարման նկատմամբ եւ գործողություններ Օղակ։ Ահա, ապրեք, օղակ ճիշտ բառը հնչեց։ Օղակ, բայց ոչ միայն կամ պատահական օղակ, տեսեք, ստեղ ինչպիսի օղակ։ Ասոցիատիվ եւ Միավորով։ ասոցիատիվ եւ միավորով օղակ։ Այն իսկ թե
մեզ թվում է, թե հաջորդ քայլը կլինի հետևյալը, որ սա նաև ամբողջության տիրույթ լինի ու գուցե նաև դաշտ լինի։ Հələ այդ հարցը թող պարզապես բաց հարց մնա, շուտով այդ հարցը պատասխան կստանա։ Այս ապացույցները դուք ինքնուրույն դուրս բերեք, սա մասամբ կոնսպեկտում ոչ, բոլորն էլ գրված են, բայց դրա վրա ժամանակ չենք ուզում ծախսել։ Օրինակներ, տեսեք ինչա, AB-ն, ուստեղ երկու հատ մատրիցի համար տված են AB և BA։ Նկատում եք, որ AB-ն և BA-ն միմյանց հավասար չեն։ Այսինքն ինչ։ Արտադրյալը կոմուտատիվ չէ։ Հիմա դաշտ կամ ամբողջության տիրույթ լինելու հարցը ինչ եք կարծում, ինչ պատասխան ստացավ։ Վերքվեց։ Մերժվեց միանգամից, չէ, որտեղ կոմուտատիվ լինի դաշտը, ամբողջության տիրույթը։ Դե մինչև առաջ անցնելը ես ասեմ, որ ոչ միայն այդ պատճառով է մերժվում, ուրիշ պատճառներ կան։ Դաշտում յուրաքանչյուր ոչ զրոյական տարր պետքա ունենալ հակադարձ, չէ, բայց ես կարող եմ օրինակներ բերել մատրիցների, հիմա չշեղվենք, որտեղ դրան անդրադառնալու ենք, որ մատրից կարող է լինի, որ ինքը զրոյական չլինի, բայց իր համար այս A-1 մատրից գոյություն չունենա։ Եվ եկեք այսպես ստեղ մինչև սա վերջացնել, եկեք մի այդպիսի մատրիցների գրառման վերաբերյալ կապված մի բան էլ անցնենք, երբեմն մատրիցները հարմար է ներկայացնել այսպես կոչված բլոկ մատրիցների լեզվով։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մատրիցի հետևածը մենք կարող ենք այսպես երևակայական գծեր քաշել, իրան ինչ որ մասերի բաժանել, քանի մաս ուզենք, մեզնից է կախված գծերի քանակը։ Օրինակ հիշում եք, որ մենք նախորդ թեմաներում, որ ընդլայնված մատրիցն էինք կառուցում, ասենք մատրիցը գրում ենք, մի հատ sense ուղղահայաց գիծ էինք քաշում։ Այդ ուղղահայաց գիծը ինչ որ նպատակի ծառայում էր, չէ՞։ Ինքը անջատում էր ազատ անդամները մնացած անդամներից։ Հիմա ես մի հատ բարի պրիմիտիվ օրինակ բերեմ, որը ցույց է տալիս, թե այսպիսակ բլոկ մատրիցները գործին ինչ օգուտ կարող են տալ։ Տեսեք։ Օրինակ այս մատրիցին գումարածը հա այս մատրիցը հավասար է այս մատրիցը։ Մեծ մատրիցներ են, 4-ը, չգիտեմ 5-ի վրա, հագին գործողություն արած։ Բայց եթե ես այս գծերը քաշեի, տեսեք, սենց գծեր։ Հիմա նայեք, նկատվում է, որ այս մասը եւ այսա նույնն են։ Չէ՞։ Ուրեմն եթե ես այսքանը ինչ որ մի հատ այով նշանակեի, A մատրիցով, այսքանը։ Ստեղ չէ, այս հատվածում ինչ է գրած։ Ստեղ չի գրած, որ A-ին գումարածը մի հատ էլ A հավասար է 2A։ Հիմա նայենք նաև ինչը։ Տեսեք, այստեղ չի զգացվում, որ սա մի հատ մատրից է, սա մի հատ ուրիշ մատրից է, բայց այս փոքրիկ մատրիցը այս մյուս փոքրիկ մատրիցի կրկնապատիկն է պարզապես։ Հիմա եթե ես այսքանը սա A-ով էի, չէ՞ նշանակե։ Այսքանը եթե B-ով նշանակենք, սա էլ կլինի A, սա էլ կլինի 2B։ Այսպես։ Վերևինն էլ է։ Ավելին, մի հատ B էլ ստեղ կա։ Եվ մնացած այսպես մատրիցների կտորներին անուններ տալով կարելի է այս մեծ այս ամբողջ հսկայական խոսակցությունը արտագրել sense տեսքով A, B, C, B-ն գումարած A, D, E, 2B-ն հավասար է այս սրան։ Այսինքն այս ստրուկտուրան ավելի լավ երևաց, ինչպես որ ահա այս դեպքում, երբ որ մենք գծիկ էինք քաշում, կարող ենք, չէ՞, լայնված մատրիցը գրենք sense A գծիկ B, շեշտելու համար, որ ահա այսքանը մեր մատրիցն է, իսկ մեր համակարգի, իսկ սա էլ հաստատումների սյունն է։ Եղավ։ Լավ, այսքանով եկեք մենք ավարտենք այս մի փոքրիկ պարագրաֆը։